Պատահական ես ընդունվել։ Շատ անսպասելի։ Որ իմացան ես գալիս եմ մանկավարժական համալսարան, արձագանքները այնքան վատն էին։ Ես թատերականում լինեի, կկարողանայի օրինակ դրա մեջ անցնել։ Այդ աստղային տանելը։ Ինձ ասած հանկարծ մանկավարժական չգնաս, այնտեղ դեբիլներն են գնում։ Օրինակ ես կարող լացելով այդ օրը դուրս գամ։ Թատրոնն էլ է պիտակավորում ռեժիսորն, ազգնել շկոլան էլ է։ Վստահ ասում եմ, որ գիտեմ էլ ես որտեղ եմ աշխատել։ Ոչ մի բան չի տալի լավի վատի առումով, ինչքան որ մասնագետ։ Այդին վրա շատ ահավոր էր ազդել։ Որպես ուսանող, դուք ձեզնից գոհ եք։ Այսպես վիճակի որ չգիտեի ինչ ասեի։ Մեր ամեն դասը անցկացվում է տենց, տումբլատաշար։ Մենք դա դուք հասկանում եք այսքան։ Այսինքն ես ստացվում եմ պետք է հաթարանալ։ Մի րոպե։ Վատը լավով կպատասխանեմ։ Նույնը հարցնում եք ChatGPT-ին։ Պոլիցետիկ բլոտ բան, բայց չեմ խաղաց։ Բասիս ֆասիլ։ Կարծրատիպեր ես չգիտեմ որտեղից են, որ թվից են։ Բայց չեմ ուզում հասկանալ։ Ով է ուզում հարցնել։ Չէ, որոշ չափով հիասթափվեցի։ Ես լրագրող չեմ, բայց մեկ հարց ունեմ։ Ես լրագրող էքսպերտ եմ։ Բարիկալուս Next Gen Edu Podcast, ես Լիաննան եմ և մեր առաջին ճանապարհորդությունը սկսում ենք միասին։ Այսօր քննարկելու ենք ուսանող բու հարաբերությունների մասին։ Ինձ հետ են Հայկական պետական մանկավարժական համալսարանի հոգեբանության բաժնի ուսանող Էլենը և ռեժիսուրա բաժնի ուսանող Արսենը։ Եկեք սկսենք ֆորմալ հատվածից։ Կասես Էլեն, ինչպես որոշեցիր, որ հենց պետք է հոգեբան դառնաս։ Ոնց եկար այդ եզրահանգմանը։ Իրականում ինձ փորձել եմ նաև այդ մասնագիտության մեջ, մինչև 10-րդ դասարան մտածում էի, որ պետք է դառնամ ծրագրավորող, անգամ փորձել եմ ընդունվել քոլեջ, բայց իրականում շատ ուրախ եմ, որ չեմ ընդունվել եւ հիմա այստեղ եմ։ Դեռ փոքրուց բոլորն էլ դեռ ընկերները շրջապատի մարդիկ շատ էին ասում, որ իսկական հոգեբանի կերպար, իսկ ես շատ կսազի այդ մասնագիտությունը։ Ու հետագայում չեմ հիշի կոնկրետ ինչից հետո այդպես որոշեցի, բայց որ անսահման ուրախ եմ եւ իմ տեղում եմ, դա կարող է փոխվել։ Արսեն, բայց դու ոնց հասկացար, որ մշակույթի այս հատվածն է քո ռեժիսուրան։ Ամենասկզբից կոնկրետ չեմ հասկացել, որ հենց ռեժիսուրան է, բայց հենց հստակ հասկացել եմ, որ դիզայնը չի, որովհետեւ սկզբից սովորել եմ գրաֆիկ դիզայն։ Դուք նույն ինչ որ ուղղության։ Ոնց որ նստակյաց աշխատանքը ավելի շատ չեմ կարա 4 ժամ նստեմ, ավելի լավ է 4 ժամ բեմի վրա լինեմ կամ մեկ այդտեղ, բայց փոքր տարիքից հետաքրքրել էր ռեժիսորական աշխատանքը այդ ամենը, ու եթե որ ասեմ դրել եմ ու ես պետք է ռեժիսոր դառնամ ու դարձել եմ, չէ։ Ինձ թվում է ավելի շատ պատահականության սկզբունքով ա եղել, բայց այս անգամ պատահականության սկզբունքը ոնց որ 10-ել է ինձ թվում է, որ իրականում պատահական չի սենց հոգեբանական բաները, ոնց որ հոգեբանական ինչ-որ բաներ մենք կարող ենք մտածենք պատահական է, բայց ենթագիտակցական ինչ-որ գործընթացներ են գնացել այդ ընթացքում, որ մեզ բերել են իրականում այդ որոշմանը։ Այդ ճիշտ է, որովհետև փոքր տարիքում մի անգամ երևի 7 տարեկանում կամ 8 տարեկանում ասել հիշում եմ այդ օրը, որ ասի ուզում եմ դառնամ ռեժիսոր, բայց չէ։ Իրանք շատ են կարծում, չես կարծում, հա։ Բայց հետո այնպես ստացավ, որ ռեժիսորա ընդունվեցի։ Ու այդ երևի մի քանի ամիս առաջ եմ հիշել։ Այսինքն դու պատահական ես ընդունվել ռեժիսուրա բաժին։ Թե այդ ժամանակ արդեն որոշել էիր։ Կոնկրետ մանկավարժականի ռեժիսուրա պատահականությամբ եմ ընդունվել, չեմ ոչ բան հասցնել։ Բայց ո՞նց պատահական, ո՞նց է լինում պատահական ընդունվել։ Նայ, ուրեմն սովորում եմ մեկ այլ բուհում ու գալիս է վերջին ընթացքը, որ արդեն օրինակ, չգիտեմ, այնտեղ պատրաստվում են քննություններին, ես չեմ ուզում ընդունվել ու վերցնում եմ գրում եմ ռեժիսուրա բաժին, առաջինը բերում եմ Հայկական պետական մանկավարժական համալսարան, մտնում գրանցում։ Շատ անսպասելի։ Հացուտելուց բաներ այնպես։ Շատ լավներ։ Լավ, ամեն մեկս հաստատ համալսարան ընդունվելիս ինչ-որ սպասումներ, սպասելիքներ ունենում ենք ու ընդունվելուց հետո հարցադրանք արդարացվում է, չի արդարացվում։ Ինձ հետաքրքիր է օրինակ, դուք ինչ սպասելիքներ եք ունեցել համալսարան ընդունվելիս, հենց մեր համալսարան, ինչու եք դեպքն արդեն հասկացա ինչու ես ընտրել մեր համալսարանը, բայց հետաքրքիր է հենց օրինակ Էլեն, դու ոնց որոշեցիր մանկավարժական համալսարան։ Ես ի սկզբանե որոշել էի մանկավարժական համալսարան, կան այլ համալսարաններ եւս, բայց չգիտեմ ինչի, հենց որոշել էի, որ պետք է գամ մանկավարժական,
Ակնկալիքները իրականում շատ մեծ չէին, բայց երբ որ բոլոր արդեն շրջապատի մարդիկ դպրոցում են դարձել հարցնում որ տեղ գտնվել եւ այլն, երբ որ իմացան ես գալիս եմ մանկավարժական համալսարան, արձագանքները ինքն ռոտն էին։ Որ ես մտածում ամեն դեպքում ինչ-որ բան սխալ է, կամ իմ միավորները հերիքում էր, ես կարայի տա ուրիշ համալսարան ոչ, պիտի այսպես լիներ իրականում ու այդ վերջին օգոստոսը, դե հուլիսին ենք իմանում, օգոստոսը շատ ծանր է անցել, բայց մեր ֆակուլտետում այն կրթությունը, որ ես եմ ստանում, մասնակցելով, չգիտեմ, շատ սեմինարների, անսահման շատ սեմինարների եմ մասնակցում ու նաև տարբեր համալսարաններում։ Շատ վստահ ասում եմ, որ մեր համալսարանում ու հենց իմ ֆակուլտետում իմ բաժինը ուղղակի ամեն ինչ իդեալական է, այնպես է, որ պետք է լինի ու շատ բարձր որակի, ու այդ կարծրատիպերը ես չգիտեմ որտեղից են, որ թվից են, ամեն դեպքում այս բանի չկա այդ ամեն ինչը։ Կարծրատիպերին ես էլ եմ օրինակ բախվել, դու բախվել ես։ Օրինակ ես էլ ընդունվել ես, ինձ ասում էին ժուրնալիստիկա, ուրեմն ԵՊՀ։ Ու որ ասում են համալսարան, ուրեմն ԵՊՀ։ Բայց ինձ էլ ու սենց անգամ հիմա ես որ ասում եմ, գիտեք ինչքան իդեալական է ամեն ինչ, ինչքան հնարավորություններ կան, SSS-ն, ու մեկ էլ ասում են, որ դու ավարտել ես գնաս դպրոցում աշխատես մենակ, ասում ես ոնց որ գիտեմ էլ ես որտեղ եմ աշխատելու, բայց մեկ էլ ոնց որ ոչ այնա դու այդ ժամանակ այդ մարդկաց նստած համոզես գիտես ինչի ես եմ այս մասնագիտության մեջ, ես գիտեմ ինչը, ոչ էլ այնա ինչը հանես ու չգիտեմ։ Մի քիչ արդեն սխալ կարծիք հայելի ձևավորված մարդկանց մեջ։ Ինձ թվում է 4 պատը ճիշտ է շատ կոպիտ եմ արտահայտվում, բայց երոքից երբ որ մտնում ենք ասան 4 պատը հիմնականը, ոչ մի բան չի փոխվում, եթե կարստանոցի ղեկավարը լավն է կամ վատն է։ Արվեստանոցի ռեժիսուրան։ Ես իմ բանով եմ ասում։ Իրենց դեպքում կուրս եք, թե չունեք։ Արվեստանոցի ղեկավարը ու ես շատ գոհ եմ։ Ինձ թվում է այդ 4 պատը մանկավարժականը կամ պայմանական Եվրոպայում մեկ այլ համալսարան ոչ մի բան չի տալի լավի վատի առումով, ինչքան որ մասնագետը։ Եթե մասնագետը գտնվում է այստեղ ու ինքը լավ մասնագետ է, ինձ թվում է ոչ մի տարբերություն չկա։ Համաձայն եմ։ Դե որ ցուցել է իրական կապված։ Սովորաբար բայց դու բախվել ես այդ կարծրատիպին, որ ինչ ես գնացել մանկավարժական օրինակ գնայր թատերական։ Խոստել է այդ կոմրը թե չէ։ Գիտեք ոնց է, միշտ է ասում են։ Բայց ինձ հարց եմ տալի լավ գնայի թատերական ու այս նույն բանը որի հետ կատարվել է։ Գիտեք, օրինակ երկրորդ կուրսում գնացել ենք մենք մեր ոնց որ կուրսով արվեստանոցի ղեկավարի հետ դրսում Ռոստովում ներկայացում խաղալու։ Ես հաստատ չի կարասի ես թատերականում լինեի, կկարողանայի օրինակ դրա մեջով անցնել, իսկ այդ հավատացեք մեզ պրակտիկա է օրինակ։ Դուք առաջին կուրսից էլ ներկայացումները եք առաջին կուրսից մենք խաղացել ենք, բայց ես հետաքրքրվում եմ, այնտեղ շատ դեպքերում այդպես բան չկա։ Ես չեմ քննադատում, ասում եմ այդ լավա, գիտեք, ես այդքան էքսպերտ չեմ դրա մեջ, հավատացեք։ Բայց դե ամեն դեպքում ես գոհ եմ հիմա ինչ որ ունեմ, այդ չեմ դնում մտածեմ գնայի թատերական, թե գնայի օրինակ մենք պոլիցիա։ Ճիշտ է, պոլիտեխնիկում էի սա։ Հետաքրքիր ուղղություններով բերեց ձեզ մանկավարժականը եւ բերեց իմ Ես պարահական ձեզ բերել եմ մտուկների ուղղության վրա։ Ասեն բաժանվել եկել եք նորից համալսարան։ Իսկ դիմելու ժամանակ, որ արդեն դիմորդ էիք, դուք դիմել եք համալսարան, վերջնական որոշել եք, վերջ, ես գնում եմ մանկավարժական համալսարան։ Ինչ եք մտածել, ինչ ոնց կլինի դասերը, ինչ կարծիք եք ունեցել, կարող է ազդել է ձեզ վրա։ Օրինակ ինձ վրա շատ ազդել է, ու ես տենց վերջին մի քանի օրվա մեջ ես իմ հայտը մի քանի տեղ եմ փոխել ու վերջինը մնացել է անգամ ես թուղթ ունեի, որի վրա պլյուս մինուս էի անում։ Ու մինչև այդ թուղթը պահել եմ համալսարանների պլյուս մինուս։ Մինչև հիմա կա այդ թուղթը ինձ մոտ։ Ինձ հետաքրքիր դուք ոնց եք արել, ոնց եք ընտրությունը կատարել ու ընդունվելուց հետո ինչից է փոխվել ձեր կարծիքը, եթե փոխվել է։ Իմ վրա ոնց որ ես սկզբում էլ էին այդ ամեն ինչը ասում ու դասատուներն էլ ինձ ասաց հանկարծ մանկավարժական չգնաս, այնտեղ դեբիլներն են գնում, ովքեր չեն կարող ուշտեղ սովորեն։ Այդ իմ վրա շատ ահավոր էր ազդել, որ ոնց որ կարող եմ մտածել ես գնում եմ այդտեղ, որտեղ ես չեմ կարող ուշտեղ ընդունվեմ, կամ չգիտեմ դպրոցում մտածեմ ես դեբիլ եմ։ Շոկ ապրել եմ, թե չէ, ճիշտն ասած, անսովոր է։
որովհետև երբ որ դու սովորում ես մի տեղ, որ բեշնի է այսպես համակարգչով այսպես բան ես անում, ու գալիս ես ինչ-որ կերպ արես, որ չգիտեմ, ինչ-որ բաներ չգիտեմ, արծիվ, այնտեղ օրինակ նույն կարծրատիպը օրինակ պոլիտեխնիկ բլոտ բան, բայց չեմ խաղացել, երբ որ մի բլոտ խաղալ չգիտեմ այնտեղ եմ սովորել։ Չեմ խաղացել։ Կարծրատիպը օրինակ ասում են այնտեղ չգիտեմ, սա բլոտ խաղալ գիտեմ, չգիտեմ։ Հետո սովորում են։ Հա, սովորում են։ Իսկ դասապրոցեսի առումով ոչ ֆորմալ է, սովորական դասապրոցեսի, ինձ սկզբից շատ զարմացրեց, որովհետև ես սովորեի միշտ դասին, ու շատ դուրս եկավ, ինձ թվում է ես մենակ ոնց որ դրական էմոցիաներ եմ ապրել իմ մասնագիտության ընտրելուց հետո, ավելի ազատ էլի չես մտածում ես վայրությամբ ինֆորմատիկայի դասատում ես հարցերներ գիտեմ, թե չէ, այդ բանին դու սկսում ես անել, փորձում ես անել, ստացվում է, լավ, չի ստացվում, օգնում են անում ես, փորձում ես անում ես։ Որպես ուսանող, օրինակ ինձ հետաքրքիր է, դուք ձեզնից գոհ եք։ Գոհ չեմ, չթվում, ֆուլ գոհ եմ։ Գոհ եմ, բայց ամեն դեպքում կարծում եմ, որ ունեմ աշխատելու տեղ։ Եթե օրինակ դուք չլինեք այստեղ, պատկերացրեք ձեզ նայում եք կողքից։ Դուք ինչ որակավորում կտաք, այսինքն որ տեսնեք, կասեք ինչ լավ ուսանող է, թե ինչ կասեք ձեր մասին։ Պատկերացրեք ձեզ որպես ուսանող հետևում եք կողքի աչքով։ Շատ հարցեր։ Ես կասեի էլի էսի, որովհետև ամեն տեղ կա համադրությունների բանում մեջ մասնագիտական։ Բայց լավ չի։ Լավ է, բայց ավելին կարող ես։ Չէ, զուտ, ինձ թվում է մենակ իմ մոտ այդ կարծրատիպը, էլի կարծրատիպը տենամ ես այդ բառը, ոնց որ այդ կողմը, ոտատվում է։ Կարծրատիպերի աշխարհում եք ապրում։ Ահա, ու ամենտեղ ոնց որ կա, այդ երևի անկապ ասեցի էլի էսի, որովհետև ինձ հետաքրքիր է մարդիկ ինչ են մտածում։ Ես տեսնեի, չգիտեմ ինչ կմտածի օրինակ, երբ որ միտեղ ոստիկանա, միտեղ բայց մասնագիտական բայց մասնագիտական ինչ առումով ուսանողական տեսնում ես որպես ուսանող մասնագիտական իհարկե որովհետև ձեր հիմնական մեծ մասերը փորձեր եւ այլն ինչ կասես կողքից քեզ տեսնում ես դե երեք լավ կարծիք ունենայի որ անում են փորձում եմ անել եկեք պատկերացնենք ռեկտոր եք ինչ եք փոխում համալսարանում կամ ինչ կուզեք փոխել լսարաններում, դասերի մեջ, ինչ որտեղ, ինչ կուզեք փոխել։ Ես սկսեմ էլի թվարկում։ Սկսեմ։ Ոնց խոսում ենք դրական մասերից համալսարանի, պետք է նաև խոսենք թերություններից։ Գործում եմ շատ անհավասար է այն մասը, որ գերազանց ուսանողը եւ չսովորող, չեկողուսանողը կարող են ստանալ նույն գնահատականը։ Բացականները կարող են ընդհանրապես չհասնել։ Երբ որ ես նայում եմ, որ ես ամեն օր առավոտ չգիտեմ, այդքան շատ արտանում եմ, գնում եմ դասի, սովորում եմ այս կողմենքով ու վերջում մեկը ասենց շատ պատահական կարող է գա քննության ժամանակ, որ չի եկել դասի, չի մասնակցել դասերին եւ այլն, գալիս է արտագրում է ու ես ու ինքը ստանում ենք նույն գնահատականը, հա, այնպես չի ոնց որ բան ունեմ այդ մարդկանց դա, բայց ամեն դեպքում այդ ամենի դեմ ինչ որ դեռ պետք է պայքարել։ Իրանք ունենալու են դիպլոմ, անկախ նրանից իրանք, չգիտեմ, մտածում են իրանք հոգեբան են, թե չէ, իրանք փաստացի ունենալու են փաստաթղթը, որ իրանք հոգեբան են, իրանք վաղումիսը կարան գնան աշխատան հոգեբան, ու իրանք գործում են մարդու հետ։ Ինձ թվում է ես մենակ ոնց որ դրական էմոցիաներ եմ ապրել իմ մասնագիտության ընտրելուց հետո։ Ավելի ազատ էլի չես մտածում ես բայդրությամբ ինֆորմատիկայի դասատուն ես հարցերներ գիտեմ թե չէ այդ բանին դու սկսում ես անել օրինակ մենք մեծ խնդիր ունենք մայլական խոսքը անցել ենք երկրորդ կուրսից բայց այդ առաջին կուրսից պետք է բաժետ 0 կուրսից է պետք է ընդհանրապես է պետք ու մենք շատ ուշացանք այդ առարկաների հարցը ոնց որ կկարգավորեի ու մենք էլ գնայս մի հարցնեմ ես ոնց հասկացա դու ի նկատի ունեի եթե դու օրինակ չնստես այդ դասին այդ նյութը չիմանաս վաղը չեմ ես օրը այդ նյութը չիմանալու պատճառով կարա դուժի մարդը ճիշտ հասկացա Նայ, որովհետև մենք անցնում ենք նաև հոգեբանական խորհրդատվություն, հոգեթերապիա, այսինքն պրակտիկ բաներ են լինում, որ օրինակ ես իմանամ սուիցիդով մարդ եկել է, մոտ ես ոնց պիտի իր այդ աշխատում։ Հիմա իմ մասնագիտության առումով ոնց որ պարքս համար եմ ասեմ, ոնց որ սարի մոտ կարող է նորից կարծրատիպը, որ մենք մենակ փորձեր ենք անում, ինչ որ բաներ ենք անում, չէ, մենք ունենք նաև տեսական մաս,
Ստանիսլավսկի չեղոտարվել բաներ, ու ոնց որ կան գլուխներ, որոնք մենք սովորում ենք, ու դրանք դերասանական տեխնիկայի մասին են, դրանք ռեժիսորական տեխնիկայի մասին են, ու եթե մենք դրանցից մեկը օրինակ բաց թողնենք, վաղը չեմ ասոր նույն խնդիրը ոնց որ մենք ենք ունենալու։ Օրինակ ներկայացմանը կարող ենք տեսնել, ոնց որ մենակ սկիզբը այդ ներկայացումը ու վերջ, կուլմինացիա չկա, այսինքն զարգացում չկա, բախում հակագործողություն չկա, չենք սովորել, հանդիսատեսը գալիս է թատրոն, չի տեսնում լավ բան, ու էլ չի գալիս թատրոն։ Այդ մենք արդեն ոչ թե միայն մարդու վրա ազդեցություն ունենք, այլ մարդկանց վրա ավելի գլոբալ ոնց որ։ Պիտակավորվում եք հետո։ Հա, ոչ միայն մենք է, թատրոնն էլ է պիտակավորում, ռեժիսորն էլ, ոնց որ ազգն էլ շկոլան էլ։ Ինձ թվում է այս դեպքում երկուսդ էլ ձեր ուղղվածություններով, բայց գրեթե նույն բանը ասացիք, ես էլ եմ կողմ, համաձայն եմ ձեզ հետ։ Եկանք իմ ամենասիրած հարցին, ինձ շատ հետաքրքիր է դասախոսների հետ ձեր հարաբերությունները ինչպես օրինակ, ես որ պատկերացրել եմ, ռեժիսուրան ավելի ազատ է, ինքը դասախոսին դու կտեսնես բեմի վրա ինչ-որ ներկայացում բեմադրելիս կամ խաղալիս, չորսած շատ տարբեր վիճակներ, հա տխուր, ուրախ, էմոցիոնալ եւ այլն, բայց հոգեբանության մեջ ինքը ավելի ստանդարտ ոճի, ֆորմալ ոճի է ավելի։ Լեկցիաներն դա խանգարում է, թե օգնում է։ Օրինակ կարող է դուք անում եք դասեր լեկցիաներ, բայց դուք այնքան մոտ եք ձեր դասախոսին, որ օրինակ ռեժիսորները այդքան մոտ չեն լինի իրենց դասախոսին, որ տեսնում են անգամ կեցավային ինչ-որ իրավիճակում։ Օրինակ իրեն գիտեն ինչ հոգեբանական խնդիրներ ունի իրենց դասախոսը։ Շատ լավ բան ասեց։ Ինձ հետաքրքիր է շփումը դասախոսների հետ։ Շատ լավ հարցեր արդյոք ազդում են վրա ինչ-որ կերպ դասախոսության հարաբերությունների հետ։ Ուրիշ այլ ինչ-որ ֆորմատը իրականում չէ, որովհետև մենք հենց կողքից հեշտ կարող է թվա հետաքրքիր թվա, որ մենք անցնում ենք ինչ-որ բաների մասին, բայց այդ ամեն ինչը անցնելուց ոնց որ մենք մեր մեջով ենք անցկացնում ու լինում են շատ դասեր, որ օրինակ ես կապակցելով այդ օրը դուրս կամ ու շատ ամեն ինչը խառնում եք, որովհետև խոսում ենք ինչ-որ բաների մասին, որը մեր մեջ փակ չի ու բնականաբար ինչ-որ արձագանք է լինելու դրան։ Ու երբ որ դու գիտես քո դիմաց կանգնած հոգեբան, որը մենակ դասախոս չի եկել դասը գնա, կոպիտ ասած, դու գիտես եթե այս պահին ինչ-որ բան քո մեջ արձագանք տվեց, տվյալ մարդը քեզ օգնելու է, սենց ավելի ապահով միջավայրում ես լինում ու դասերը բնականաբար ավելի հետաքրքիր են լինում։ Բացահայտումներ ենք անում, մենք ձեզ հյուր կգանք, քանի որ կարող եմ ձեզ հրավիրել մեր արտ-թերապիային ավելի հետաքրքիր է։ Okay, որովհետև սա ոնց որ հոգեբան է, դու հոգեբան ես, ես եմ։ Դա ավելի հետաքրքիր է, սա մեկը բարում է։ Ճիշտ է, մեր ֆակուլտետը, կուլտուրայի ֆակուլտետը, դհոլչիներ, կանոնահարներ, պարուհիներ, ռեժիսորներ, շատ խառն։ Մեր ամեն դասը անցկացվում է տենց, տումբլատ աշխարհը։ Արս ջան, հիմա դու ասա։ Ոնց է քո հարաբերությունները քո դասախոսի հետ կամ կուրսակի։ Շատ լավ, ահավոր լավ։ Ինձ թվում է, այս մասնագիտության մեջ, որը ես եմ, պետք չի միշտ լավ լինի, ու ես ընդունում եմ այդ, որովհետև այս մասնագիտության մեջ ես եմ վրա եմ զգացել, պետք է անընդհատ դու հիասթափես, անընդհատ դու մոտիվացվես նորից աշխատես, նորից հիասթափես, նորից աշխատես։ Որ ինձ հիասթափեցնում են, չեմ ասում ինչ որ կրիտիկ վիճակ են էլ հասնում, ինչ-որ մի բանում իմ հետ համաձայն չի լինում առնեմ։ Ես աշխատում եմ այդ անեմ այն տեսակ, որ ինքը ընդունի, այն բանից չի, որ զուտ չգիտես, դու եթե Արսենն ես, օրինակ ես քո հետ լավ չեմ, կամ լավ եմ, կընդունեմ կամ չեմ ընդունի։ Զուտ մասնագիտորեն, երբ որ չի ընդունում, դու ինձ թվում է բոլորս է մի քիչ հիասթափություն ենք ապրում, կարող է նույն այդ թեմայի մասին չէ, մեզանից ենք հիասթափվում, որ մենք չկարողացանք օրինակ այդ մարդուն համոզել այդ հարցում, դու հիասթափվում ես մի քիչ, աշխատում ես քո վրա, ցույց ես տալիս այդ աշխատումը, անցալ առաջ, ու նորից ես հիասթափվում, որովհետև այս մասնագիտությունը ինձ է թվում, եթե անընդհատ քեզ գովում են, քո հետ համաձայն են լինում, այդ աստղային տանելը, այդ լիքը հիվանդություններ իրոքից կա, մենակ այդ մեկն են ասում, բայց ինձ թվում է, որ դրանք լիքը հիվանդություններ կան դրանց մեջ։ Ամեն մասնագիտությունն է ինձ թվում այդ ստիպում, կան ստանդարտ մասնագիտություններ, մաթեմի մեջ Ինչի հիասթափվես։ Խնդիր են տալիս, օրինակ սա լուծում են, մեկը ուրիշ թիվ է ստանում, սա գիտեմ, որ սխալ է ինքը, չէ։ Իսկ օրինակ մեր մասնագիտությունը հիասթափվի, որ ինքը չի կարողացել լուծի, բայց բոլորը կարողացել։
Միշտ չթվում է նորմալը։ Նորմալն անհաստ Լրիվ թողնի օրինակ այդ Չէ, օրինակ կարող մի քանի անգամ փորձի խնդրի չկարանալ լուծի, այդ մտածի իրավու չի ստացվի բերում։ Դե պետք է փորձի որ ստացվի։ Իմ մոտ է շատ բաներ, օրինակ 80 անգամից է ստացվում։ Բայց կամքի ուշոտ չէ պետք որ ասենք 79-ը արեցի Դե մասնագետ քեզ սարքում է նաև այդ կամքի ուժը ինձ թվում է։ Կամքի ուժը ծկտող լինելը, այդ պրոֆեսիոնալությունը դրա մեջ է, որ բոլորս է դրան ենք ծկտում։ Իսկ օրինակ հա բոլորն է կարան, չգիտեմ ինչ-որ շինծու դերասանություն անեն, բայց մի անգամ չստացվավ всё լավ, հիաստախում եմ գնում եմ դառնում երկիչ օրինակ։ Իսկ եթե դու ուզում ես դառնալ պրոֆեսիոնալ, դու այնքան պետք է փորձես ու այնքան անես, որ արդեն այդ կամար sense մեկի գումարած մեկ լինի, որ հավասար չի վերցի մեր մասնից։ Կպատմում ես վերջին անգամ երբես հիասթափել, ու այդ հիասթափությունը ոնց ես հաղթահարել։ Վերջին անգամ ոնց ու դիպլոմային չէ կուրսային սպասիլա Որ կուրս ես Արսեն հա կուրսային աշխատանք ենք անում դիպլոմային Երրորդ երազեցի երրորդ եւ չորրորդ կուրսի ուսանողներ ոնց որ կուրսային ենք անում 6 տեղում կամ ոնց որ 6 տեղն է 6 ներկայացում հա 6-ից մի 5-ի մեջ ասում են ես քո կերպարը չեմ հասկանում ասում եմ չեմ հասկանում նու դրա այդ կերպարի մասին ես կերպարի նախապատմություն այդ ամեն ինչը ոնց որ աշխատել եմ վրան ու չի հասկացվում այդ աշխատանքը չէ որոշ չափով հիասթափվեցի քիչ է բայց հիմա միջև հաջորդը դեկտեմբերին ենք նորից անելու ես ոնց որ ինձ խոսք եմ տվել այնքան եմ փորձելու որ համ հասկանան իմ խաղաղիստերի նախապատմությունը ես սովեմ համ հասկանան խեմ այդ ինչ տրամադրությունը ու ոնց որ հիմա այդ հիասթափության բանն է գնում չեմ ասում ես հիասթափությունը բայց դրանից երևի ավելի մեծ է եղել ես իմ քիչ թեթև Կոմոդ եղել է հիասթափություն Մասնագիտական չի եղել, բայց կալուց մտածում էի այս մասով, դա ես էլ եմ ոդքասթներ նկարել, 2 հատ ունեմ ընդամենը։ Կողքից շատ են ոգևորում այդ մասով, որ դու պիտի սենց բաներ անես, կոմոդ շատ ավստացում եւ այլն։ Բայց սենց լրիվ պատահական դասախոսներիցս մեկը, ում շատ էի սիրում, ինքն էլ ինձ իդեպ, ինչքան ես զգացել եմ։ Հասկանում ինչ ասել Ինքնական ինձ ասեց ոնց որ երբ ես հեսա կլացը երբ ես լրագրողը դարձել երեքը հաշվեք լացը ու ինքը շատ է ասել այսինքն ես ոնց բացատրեմ ես ինչ եմ այդ նկարում ոչ թե որ հայտնի դառնամ եւ այլն ընդհանրապես այդ ոչ մեկ չի տանում իմիջը փակ է ոնց որ այդ իմ համար է այդ ամեն ինչ ոչ մեկ չի տեսնում հաստատ Բայց ամեն podcast անող չի որ լրագրող է Հենց դա մենք նստել ենք ուղղակի ու խոսացել ենք օրինակ հիմա եթե մենք քո հյուրերն ենք չգիտեմ նույն բանը ես եմ արել այսինքն ես չեմ նստել ուղղակի հարցեր տվել ինձ պատասխանել են ես հարցը տվել եմ ինքն անկել ենք այդ հարցը Հետո ամեն դեպքում դու հոգեբան ես ու ինչ տարբերություն դու այդ մարդու հետ քննարկում ես տեսախցիկների առաջ թե առանց տեսախցիկների գրեթե նույն բանն է լինում Ես դնեի հարց կտայի ինչ որ չէ Ես կփոփոխեմ սենց է լավ Իրավիճակը սնուկ շավելային ներկայացնում ինչ որ փոխում է ոդքասթի ֆորմատը Չէ, ինչի դասախոս ուսանող կանգնա բուհա ուսանող եք Երբ որ ասած ես ոնց որ այսպես era ինչ որ այսպես վիճակը որ չգիտեի ինչ ասեի ես ինչի այդպես լրագրողի վիճակում էի կամ ինչ որ լրագրողի դերում էի չգիտեմ որ մտածում եք ես ուզում եմ լրագրող լինեմ եւ այլն դու ռեժիսոր ես դու գիտես որ քո ոլորտում sense արդեն ինչ որ կայուն հիմքեր ունես ու գալիս են քեզ ասում են ոնց որ դու սուիցիդից ես դու երբ անից ես հոգեբան կամ այդ կոմոդ արձագանք չտա հիմա որ ասում մտածում հայ դա ինչ է բայց այդ բանը դու վեր շատ արձագանք չի տալիս որովհետեւ ես մտածված միջև այդ ասում եմ որ ես էքսպերտ չեմ իմ կարծիքն եմ արտահայտում Չէ Այսինքն ուզում եմ Նայ եթե ես ասեմ գիտեք ինձ սավատ նստեք Ինչի ես ուզեղ ներկայանում եմ որպես լրագրող Ես իմ սիտուացիան եմ Չէ ես դու քո սիտուացիան ասա իմի հիմա վրա Քոնի հիմա վրա ինչն է շեղված իմ ասած օրինակ Որոյի ես ներկայ իբրև թե ես ներկայացել եմ որպես լրագրող ինձ եկել ասում դա ասես ես ասել եմ որ ես իմ կարծիքն է ես հոգեբան չեմ դրա համար ոնց է քեզ չեն գա Կարելի է բայն ասել Բայց դա հասկանում եք ասա Ոնց որ ես չեմ ուզում իրը Այդ հաստը բաբես չեմ Զանգում ենք դա դուք հասկանում եք այսքանում Դա դնում ես Չէ ես համաձայն չեմ քո հետ Համաձայն որովհետև ինձ ձեր չես անում Չէ, ոչ, այսինքն ես ստացվում եմ պետքա արդարանալ, մի րոպե, ես պետքա արդարանալ, այսինքն եթե ես եկել եմ այսօր Լիանի հաղորդմանը, ու ինչ-որ հարց եմ տալիս քեզ, ես պետքա արդարան, բայց լրագրող չեմ, ես լրագրող չեմ, բայց մեկ հարց ունեմ, սենց պետք է,
Բայց ասում ես ես հոգեբան չեմ, բայց իմ կարծիքն եմ Չէ, ես ասում։ կոնկրետ ինչ որ սուր թեմայի մասին կամ մասնագիտական հարցով եթե կարծիք եմ արտահայտում, օրինակ հոգեբանության, ես ասում եմ իմ մտածելով, ես այս ձև եմ անում, չգիտեմ հոգեբանորեն ոնց կանվանվի, իմ մտածելով, Դե նա ես ասում եմ իմ օրինակի վրա ասա, իսկ իմ օրինակում ես չեմ ասում որպես ես լրագրող, որպես ես։ Գիտես ինչ կա, կարող չեմ հասկանում, բայց կոպիտ կթվային, բայց չեմ ուզում հասկանալ։ Գիտես թե որովհետև ես հստակ չէ, որովհետև ես քեզ հստակ սպառիչ պատասխան չեմ տա։ Ես սպառիչ պատասխան չեմ տա, դու ուրիշ իրավիճակից ես խոսում, ասում ես ես լրագրող էքսպերտ եմ, եղավ, տեղերով փոխվենք։ Բայց ասեմ, որ հոգեբանները մի քիչ վատ են վերաբերվում այն մարդկանց, ովքեր տենց Instagram-ում ռիլներ, ոնց է պրոֆեսիոնալ չեն վերաբերվում այն մարդկանց, ովքեր Instagram-ում են ինչ-որ ռիլեր դնում հոգեբանական ժամանակ։ Ինչի՞։ Նու ոչ բոլորին իհարկե, բայց մարդիկ կա չէ, ինչ-որ ասած ես հոգեբան եմ, ինչ-որ 4 հատ նկար են դնում, ընտրիր նկար եւ տես քո հոգեվիճակը, ինչ-որ այդ նկարտակի մարդկանց իհարկե։ Այդ բոլորը սա մասնագիտությունների մեջ է։ Օրինակ մեր մասնագիտությունը ուսանող դերասանական ստուդիա։ Մերն է պատահական գնում են նկարում են ինչ-որ մեկին, շատ սխալ հարցեր, շատ սխալ ձևակերպումներ, մարդկանց մանիպուլացնում են ու ում անունն է դուրս գալիս լրագրողները մանիպուլացնող են, լրագրողները այնպեսի հարցեր են տալիս մարդկանց մեր բոլորը սխալն է։ Եթե դու քո իրավունքով ողկում ես ինչ-որ այնց շինցողի տեղ, ուրեմն դու ես մեղավոր քեզ տեղն այնց։ ինձ թվում է մարդը ցավ։ Չէ, օրինակ ես պրոֆ չեմ, ես չգիտեմ այս ինչ կենտրոնը լավն է թե չէ, ուղղակի լսել եմ այդ մասին, դրա համար անցած ճանապարհը պետք է նա տեսնես էլի օրինակ։ Ես ասեմ, որ ես գնացել եմ, ոնց որ on-line, okay, դիմել եմ այնպեսի հոգեբանի, ով նայել եմ, դե առաջին հետ եկնեմ, չէ, ինչ սերտիֆիկատներ ունի, երեխեք այդ ինչքան իդեալական սերտիֆիկատներ, դիպլոմներ, SSSN, ու ինքը իմ հետ նենց է խոսացել, որ ես շոկի մեջ էի։ Ու եթե ես չլինեմ հոգեբան, ոնց որ ես չիմանամ, որ ձևս այնց չի կոպիտ ասա, այդ իմ վրա շատ ոտ կարա ազդի, բայց երբ որ դու նայում ես այդ մարդու խոսած անցած ճանապարհը, կարա իդեալական լինի։ Հիմա մենք AI-ի դարաշրջանում ենք ապրում։ Ձեր մասնագիտական ոլորտում AI-ը ինչ-որ ձև խանգարել է, նպաստել է, օգնել է, կամ ինչ խնդիրների եք դուք բախվել, մասնագիտական ոլորտում օգտագործել եք, թե չէ AI-ով, ինչ-որ հնարքներ արել եք, թե չէ։ Իսկ իմ ոլորտում էս ավելի շատ կօգտագործվի։ Շատ հոգեբանական էջեր կարող տեսած լինեք, որ այդպիսի հայտարարություններ են անում, մի դիմեք AI-ի եւ այլն, դիմեք հոգեբանի, AI-ը դրա համար հոգեբան չի, բայց ոնց որ ես շատ դրական վերաբերմունք ունեմ այդ մասով, ոնց որ եթե դու ես բան չգիտեմ, ինչ որ անհանգիստ ես, պարտադիր չի ոնց որ կամ չունես այդ հնարավորությունը դիմես հոգեբանի, օքեյ, որ ինչ որ ձև կա, այդ քո ունեցած ուժերը, էմոցիաները ինչ որ ձև դուրս բերելու։ Այդ մասով լրիվ օքեյ եմ, իսկ ոնց որ ինքը դրականա թե չէ, նայած ինչ խնդիր է։ Որովհետև հաստատ դու եթե դնես այսքան օրինակ ChatGPT-ի հետ խոսայր, ինքը նույն էֆեկտը չէ լինելու, ինչքան դու որ մեր հետ ես խոսում ու նաև այցելուի վրա շատ մեծ դրական ազդեցություն է ունենում հենց հոգեբանի հետ հուզական կապը։ Իսկ այն դեպքում այդ հուզական կապը չկա։ Չգիտեմ, բացի այդ ինչ-որ խորքային բաներ կա, որ AI-ը մեկը դուրս չի բերել։ Ոնց բացատրեմ, ինքը այդ պահին ուղղակի ինչ-որ սենց դեղի նման բան է։ Ոնց որ տեղը կխմես այդպայն լավ կլինես, բայց չանցա քո հիվանդությունը։ Այդ պահին գլուխը չի ցավա, բայց պատճառը չանցա։ Բայց ինքը մեկ այս էլի լավ եմ նայում, որ այդ պահի կարի գլխացավը օրինակ անցկացնել։ Վերջին շրջանում շատ տարածվեց ինքնասպանություններ, հենց 16 տարեկան անչափահաս երեխան, որ ինքնասպան էր եղել ChatGPT-ի հետ խոսելուց հետո, ու դրանից հետո OpenAI-ը հայտարարեց, որ արդեն անչափահաս երեխաների էջերի վրա դնելու է սահմանափակումներ, որ անգամ կարող է ChatGPT-ին քեզնից անձնագիր ուզի, որ հաստատ համոզվի դու անչափահաս ես, թե չափահաս ես, նոր քո հետ քննարկի այդպիսի թեմաներ։ Ինձ հետաքրքիր է նաև քո հատվածը ChatGPT AI-ի վերաբերյալ։ Մի անգամ շատ է պետք եկել, չգիտեմ, մարդու կյանքը ասեմ, թե առաջին օգնություն, իրոք պետք է գա ու իրոք օգնեց։ Դե այդքան կարևոր չի մա ինչ եղել, բայց պետք է գա, ոնց որ քայլերով ասած ինչ է պետք անել։ Իսկ մասնագիտական առումով երևի իրոքից այդ հուզական
էմոցիոնալ, իսկ իմ մասնագիտությունը էլի հուզական, էմոցիոնալ վերաբերյալ։ Ինձ չի թվում, որ ինքը իրան կարա արտարացնի։ Իսկ սցենարի պահով ինձ թվում է իր ձեռագիրը շատ բարձ է, էլի խոսքը։ Իրան ասես դու ունես գրի, որ AI չի, մարդկային լինի, ինքը էլ չի կարողանալ, ինքը սահմանափակ է։ Օրինակ, ոնց կարա AI-ը դառնալ ռեժիսոր։ Չհավատաս կյանքում տես բան, ես չեմ հավատում օրինակ։ Այդպես գովացնել են նկարում։ Ասենք, պատկերացրեք, ինչ-որ սցենա գնում, կինո, ինչ-որ բան են նկարում, մի հատ գժական սիտուացիա է, պետք է ռեժիսորն էլ, չէ՞, մենակ ոչինչ ասում ասում, կարող է մի բան է, պետք է ինքը դերասանին օրինակ ցույց տա, պետք է գա խնդիրը չէ տալիս, դերասանն ու ռեժիսորը կարող չհասկանան իրար, երկուսն էլ ճիշտ լինեն, բայց չհասկանան իրար, այդ ժամանակ ոնց է AI-ը գալու բացատրի, չգիտեմ, այս մասում սենց արա, որովհետև այս քո միմիկան սենց սուտ կլինի, օրինակ բանաստեղծները ինչ-որ բանից վերապրում գրում են, չէ՞, այդ է դրա արժեքը։ Վերապրես ChatGPT մի հատ գրի։ Հա, AI-ը չի վերապրել, Դու վերապրես իրան ասես ստրեսապրեցի։ Բայց հիմա ֆիլմեր են նկարվում ու դերասաններ չեն լինում այնտեղ, ամեն ինչը AI-ով սարքած է։ Ես չեմ։ Թեկուզ ֆիլմերը չէ, որոշ հատվածներ կարճամետրաժ հնարավոր է լինեն։ Մուլտիկական տոնը, որ նկարեն AI-ով նկարեն, այսինքն ապակեն էլի։ Չնայած էդ էլ է գիտություն, եկեք բան չանենք, որովհետև այդտեղ տարբեր այնքան մանրամասնորեն են տարբեր։ Ավելի դժվար է հումոր։ Ու նույնիսկ գնում սովորում են էլի, ոնց AI-ից օգտվել։ Էդ էլ է դառնալու մասնագիտություն, որովհետև օքեա ժամանակները փոխվում են, բայց այս չի թվում էլի, որ կինոյին հասնի։ Բայց նա այս վերջերս որ վիդեոներ են գցում, ինչեւ այդ իմանալ, որ AI-ով է, հոստը չի հասկանում, չէ՞։ Չէ, հավատում ես այդ։ Ու նորմալ ոնց է հնարավոր ու ինչեւ այն մի հատ աղջիկ կար, որ ինչ որ շնորհքներ կերել, թե ինչ փոքր կերել, որ ու այդ ամբողջ աշխարհը ցնցել են համացանցը, բայց վերջում դա AI-ը։ Այն որ մի հատ Բայց իրականում չտալիս է վիդեո։ Հա։ Ես չի հավատում սկզբից։ Ես իրականում դա ճիշտ պատմություն է, ուղղակի տվյալ վիդեոն պատրաստված էր AI-ով։ Չուզում ասեմ, կարող օրինակ, եթե մեկ սեսնային չեք հասկանում AI-ը, նույնն կարող ֆիլմերում ես ասում։ Նո, ինձ թվում է անիմացիոն բաներում, օքեյ է, բայց ամեն դեպքում իրանք կարող են AI սովորեն օրինակ։ Հա, այդ դեպքում կարող, բայց օրինակ չես կարող դնես ընդհանուր կինոն հավաքես, որ AI-ով ինչ-որ պերսոնաժ կինո է խաղող կինոյի մեջ։ Ես շատ հետաքրքիր մի հատված եմ որոշել անենք AI-ով։ Ես ձեզ կտամ որևէ խնդիր, այսինքն կասեմ ինչ-որ իրավիճակ, դուք կպատասխանեք այդ հարցին, որից հետո նույն հարցին կպատասխանի AI-ը։ Դուք որպես ուսանող եք պատասխանում։ Իրավիճակներից մեկն այսպիսին է։ Դասախոսը շատ անարդար է վարվել ձեզ հետ։ Դուք այդ իրավիճակում ո՞նց եք վարվում։ Ամբիոնի աշխատողին եք ասում կամ դեկանատ եք դիմում, կամ ընդհանրապես բան չեք անում, կամ էլ խոսում եք դասախոսի հետ, կամ վիճում եք դասախոսի հետ։ Կա տարբեր իրավիճակներ, ես ուզում եմ լսել դուք ինչպես եք օրինակ իրավիճակներից մեկում վարվում։ Հենց հիմնականում ինչպես կվարվեք։ Օրինակ, չգիտեմ, գնահատականի վերաբերյալ հենց մեկը, ցածրագնահատել, բայց դու վստահ ես, որ դու բարձրի ես արժանի։ Եկա խոսամ դասախոսի հետ։ Եթե գրավորը կցանկանամ տեսնել իմ գրավորը որտեղ աթերությունը, եթե բանավորը տվյալ պահին արդեն իսկ եթե մտածում եմ անարդար է, կասեմ ավելի հարցեր տա։ Ինչպես, չեմ կարծում կվերաճի, վեճի։ Իսկ եթե ինչ-որ ավելի ինչ-որ իրավիճակ, վեճ ես ուզում։ Ինչ-որ վեճ, հա, օրինակ վեճ ա եղել, դասախոսը վիճել է հետդ, դու վեճը շարունակում ես, ավելի նեյտրալ ես լինում։ Չէ, վեճը չեմ շարունակի, ոնց որ Այսինչ արծը։ Չէ, վեճը։ Հոգեբանը վեճի, հա։ Հոգեբանը։ Բայց դեպս հոգեբանության լոբը, լոգոն է, այո։ Դու ինչ կանես։ Երևի արվեստանոցի ղեկավարի հետ։ Արվեստանոցի ղեկավարն է պատվարում։ Իսկ այդ մարդու հետ չես խոսում, հատ որ Չէ։ Ինձ թվում է մարդը երբ որ կոնֆլիկտային աստիճանի արդեն ասի ինքը ոչ ադեկվատ է այդ բանը։ Ինչ չթվում պետք է հետը կռվեմ կամ բանանեմ։ Իսկ եթե հանգստանանամ փորձս խոսել։ Չէ, դե ինձ թվում է թողեմ ինքը ոնց ուզում անի։ Հետո ժամանակի ընթացքում ես նա լավ բանի կանեմ։ Ու ոնց որ Իշա չար։ Ջոգոմս վատը լավով կպատասխանի։
պատասխանեմ, դրանից իր համար վատ ու իմ համար լավ չկա։ Հիմա ինչ հարց ձեզ տվեցի, նույնը հարցնում եմ ChatGPT-ին, ես իրեն իդեպ չբո եմ ասում, ընկերական, հարցնենք, տեսնենք ինքը ոնց կպատասխանի կամ որպես ուսանող ոնց կվարվի ես իրավիճակում։ Պատկերացրու ուսանող ես ու դասախոսի հետ վիճել ես, ինքը անարդար է վարվել քեզ հետ, դու ինչ կանես, կվիճես, կշարունակես վիճել, կդիմես ամբիոնի աշխատողներին կամ դեկանատին կամ արվեստանոցի ղեկավարին, ինչ-որ մեկին կդիմես, թե ուղղակի ոչ մի բան էլ չես անի։ Հնարավոր է, որ փորձեմ նախնական փուլում զրուցել դասախոսի հետ, հասկանալիորեն բացատրելով իմ դիրքորոշումը։ Եթե դա չօգնի, ապա կարող եմ դիմել ավելի բարձր մակարդակի, օրինակ ամբիոնի պատասխանատուին կամ դասախոսության վարչությանը։ Բայց իհարկե ամեն ինչ կախված է կոնկրետ իրավիճակից ու կոնֆլիկտի աստիճանից։ Մենք հասկացանք, որ ձեր երկուսի ասածն էլ ճիշտ է։ Ավելի ճիշտ, որ թե ճիշտ է, ChatGPT-ն ուղղակի պատասխանեց երկուսին նման։ Եթե բանասենք կխափենք։ Բարի ժամանց, ուրախ եմ օգնելու համար, եթե էլի հարցեր ունենաս, միշտ պատրաստ եմ։ Ինքը որ էմոցիոնալ կողմով չի նայում, ոնց որ ուղեղ ու սիրտ կապն է, էլի ինքը մենակ ուղեղով է աշխատում, մենք ունենք նաև այդ սիրտը, ու մենք ինչ որ էմոցիաներ անկախ մեզից կարող է ունենանք։ Շատ հետաքրքիր էր, ապրեք։ Ահա։ Մենք էլ ենք շնորհակալ մեզ հրավիրելու համար։ Բայց ես լրագրող եմ։ Տարբեր բաժինների ուսանողների հետ քննարկեցինք, թե ինչպես են նրանք ընկալում համալսարանական կյանքը, ինչպես են շփվում դասախոսների հետ, ChatGPT-ի հետ ինչպես են շփվում, եւ հետևեք մեզ, որովհետեւ ել ավելի հետաքրքիր են լինելու մեր հաջորդ հաղորդումները։